Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սա իմ առաջին ելույթն է այս բարձր ամբիոնից եւ ուզում եմ եւս մեկ անգամ միանալով ձեզ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրենց վստահության քվեն քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը տալու համար, այո, խաղաղությանը տեր կանգնելու համար։ Եվ հիմա խոսքս ուզում եմ ուղղել մեր ընդդիմադիր գործընկերներին, մասնավորապես պարոն Վարդևանյանին, ով երկար ելույթ էր ունենում եւ երբ որ նայում էի իր ելույթը ինձ մոտ երկակի տպավորություն էր ստեղծվում։ Մի դեպքում խոսում էր փաստաբանը, մյուս դեպքում խոսում էր դասախոսը, մյուս դեպքում թույլ տվեք ասել, մեղմ ասել քաղաքական գործիչը, որն այնքան էլ հմուտ չէր։ Պարոն Վարդևանյանը այստեղից շատ արտիստիկ էր խոսում եւ ինձ մոտ տպավորություն էր, թե ես հոլիվուդյան աստղի եմ նայում եւ ոչ քաղաքական գործչի ելույթ եմ լսում, որովհետեւ իր խնդիրը ոչ թե էկրանին իր փողկապը ուղղելու, պիջակը կարգի բերելու պահվածքը պիտի տեսնեի կամ դահլիճում նստած, այլ պիտի լսեի հստակ քաղաքական խոսք։ Ինչու պետք է քաղաքացիական պայմանագիր խմբակցության որևէ անդամ իր ձայնը տա ուժեղ Հայաստան խմբակցության թեկնածուին, ով պատրաստվում է դառնալ ազգային ժողովի փոխխոսնակ։ Այնուամենայնիվ որևէ տպավորիչ խոսք չլսեցի եւ եկել եմ պարոն Վարդևանյանին, թե ինքը այստեղ չէ եւ հույս ունեմ, որ քանի որ մենք լսեցինք, որ ուժեղ Հայաստան խմբակցության անդամները նաեւ ձայնագրությունն են նաեւ նիստերի, հույս ունեմ, որ կդիտի ձայնագրությունը եւ կպատասխանի, թե ինչու էր այդպես խոսում եւ որն էր նրա արտիստիկ կեցվածքի իմաստը, ասեմ, որ իր դերասանական տաղանդը անկեղծ չէր, այնուամենայնիվ նա ինձ չհամոզեց իր անկեղծության մեջ, որովհետև անընդհատ խոսքը հղելով սահմանադրությանը, օրենքներին եւ այլն, տպավորություն էր ստեղծվում, որ պարոն Վարդևանյանը խուսանավում է կոնկրետ քաղաքական հարցերի պատասխանելիս։ Որպես փաստաբան գուցե կրթված է, չգիտեմ, ես իր ծառայություններից չեմ օգտվել, բայց որքան ես եմ հասկանում, ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքի մեր գրեթե բոլոր գործընկերները եղել են կամ պատրաստվում են լինել իր պոտենցիալ հաճախորդները, բայց ոնց ես եմ հասկանում, մեզ դա չի սպառնում, հարգելի գործընկերներ, մենք համենայն դեպս օրենքը չենք խախտում։ Պարոն Վարդևանյանը խոսում էր ժողովրդի ձայնը լսելու մասին, խոսում էր սահմանադրությունը հարգելու մասին։ Պարոն Վարդևանյան, դուք ուզում եք մեզ հիշեցնել սահմանադրության մասին եւ ինքներդ չեք հարգում մարդու խոսքի, մտքի, խղճի ազատության մասին դրույթները, որոնք ամրագրված են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ։ Երբ իմ գործընկերները այստեղից քաղաքական խոսք են ասում եւ հիմնավորում են իրենց տեսակետը, դուք անմիջապես մեղմ ասած ոչ քաղաքական գործչին, բայց պահվածք եք ցուցաբերում, հարվածում եք ձեր սեղաններին, աղմուկ եք բարձրացնում, ինչը վայել չէ պատգամավորին, որովհետև դուք պիտի իմանաք, որ մենք այստեղ ենք մեկս մյուսին լսելու, մեկս մյուսի կարծիքը հաշվի առնելու կամ գոնե ամենակիչը պարտավոր ենք տարական բարեկրթության սահմանները պահել։ Ես ուզում եմ անդրադառնալ նաև երեկվա պարոն Վարդևանյանի խնդրած ներողությունից։ Այստեղ ներկա ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ հորդորեցին, որպեսզի ի վերջո պարոն Արամ Վարդևանյանը ներողություն խնդրի, բայց ինձ դա չբավարարեց։ Այստեղ էլ ինքը անկեղծ չէր, որովհետև ինքն իր խոսքում ասում էր, որ եթե կա գեթ մեկ քաղաքացի, ով վիրավորվել է, կարծես բացառում էր այդ քաղաքացիներին, կարծես մոռացել էր, որ Հայաստանի Հանրապետության սահմաններին ականապատ դաշտերի ականազերծման ընթացքում մենք բազմաթիվ զոհեր ենք ունեցել։
Ինքը բացառում էր, ասում էր, եթե կա գեթ մեկ քաղաքացի, այո, կա պարոն Վարդևանյան, եւ այդ քաղաքացիներից շատերը ինձ գրել են։ Ես շփվում եմ այդ քաղաքացիներից շատերի կանանց, մայրերի հետ, եւ իրենք գրել են, որ իրենք կան, իրենք գոյություն ունեն, եւ իրենք ոչ թե անձնական ձեր ներեգությունն էին ակնկալում, որքան ես գիտեմ, դուք ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ եք։ Այդ ներեգությունը պիտի հնչեր ձեր կուսակցության անունից։ Դուք ինչպես մեր ընդդիմադիր բազմաթիվ գործընկերներ, դուք նորից քաղաքական մանիպուլյացիա եք անում։ Դրանք ոչ արժեքավոր բաներ են։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեսնում է, որ դուք այստեղ էլ անկեղծ չեք։ Մի պահ ինձ մոտ տպավորություն էր, որ դուք ձեզ դատական նիստերի դահլիճում եք զգում եւ ուզում եք մեզ կառավարել, ինչպես երևի թե ժամանակին ձեզ մոտ հաջողվել է կառավարել որոշ դեպքերում գուցե նաեւ դատավորների, բայց մենք այստեղ քաղաքական դիրքորոշում, անձնական տեսակետ, կարծիք ունեցող քաղաքացիներ ենք եւ այստեղ էլ դուք չհաջողեցիք, պարոն Վարդևանյան։ Դուք խոսում եք սոցիալական կաշառք եզրույթից։ Այո, ես ընդունում եմ, որ այն ժամանակ, երբ դուք Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի ավագ օգնականն էիք, այո, այդ ժամանակ թոշակները, ուսուցիչներին բարձրացվող աշխատավարձները, զինվորականների բարձրացվող աշխատավարձները դրանք սոցիալական կաշառք էին, բայց խնդրում եմ, մեզ այս պարագայում էլ մի շփոթեք ձեզ հետ, բարի եղեք նայել խնդիրներին այնպես, ինչպես նրանք կան։ Դուք խոսում եք արդարությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողքին լինելիս, բայց ընտրողաբար եք կոմբայն նվիրում քաղաքացիներին։ Ընտրողաբար միայն նրանց, ովքեր ձեզ են ընտրել։ Եթե սա սոցիալական կաշառք չէ, ապա ինչ է։ Դուք այստեղ էլ չեք հարգում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Ճիշտ այնպես, ինչպես չեք հարգում ժողովրդի ընտրությունը։ Դա է պատճառը, որ ձեր խմբակցության անդամ Էդգար Ղազարյանը մոտենում է ամբիոնին, դիմում է ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինք խմբակցության падգամավորներին եւ կարծես թե չի տեսնում 64 հոգեանոց քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներին։ Դուք չեք ուզում մեզ տեսնել, բայց դուք փախուստի տեղ չունեք, որտեղ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կայացրել է որոշում եւ դուք պարտավոր եք հաշվի նստել այդ որոշման հետ։ Ինչ վերաբերում է ձեր թիմակիցների եզրույթներին, պարոն Վարդևանյան, դուք սահմանադրությունից, օրենքներից եք խոսում, բայց այստեղ էլ խնդիր ունեք, որովհետև երբ որ ձեր ընկերները այդ նույն օրենքները ընտրողաբար այստեղ ուզում են ներկայացնեն, դուք նրանց այդ դասախոսությունները, որ ժամանակին ուսանողների համար եք կարդացել, երևի թե չեք հասցրել կարդալ, որովհետև կարծում եմ, որ նրանք դրա կարիքը ունենք։ Ուզում եմ խոսքս ուղղել նաև ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Անդրանիկ Գևորգյանին, ով խոսում էր քաղաքացիների կողքին կանգնելու մասին, հասկանում եք, ուժեղ Հայաստան խմբակցությունը խոսում է քաղաքացիների կողքին կանգնելու մասին, որտեղ էիք դուք, երբ Էդգար Ղազարյանը խոսում էր Սակրավորների մահվան մասին, դե կանգնեք մեր քաղաքացիների կողքին, կանգնեք այն զոհված սակրավորների ընտանիքների կողքին, ովքեր ոչ թե Արամ Վարդևանյանի ներեգությունն են ակնկալում, այլ ուժեղ Հայաստան խմբակցության ազգային ժողովի փոխխոսնակի տեխնացու Արամ Վարդևանյանի եւ ընդհանրապես ողջ խմբակցության ներեգությանն են սպասում։ Ես կարծում եմ, որ դուք անկեղծ չեք, դուք ազնիվ չեք եւ խնդրում եմ ձեզ, երբ որ կոմբայն եք նվիրում, նվիրեք նաեւ այն մարդկանց կամ այն համայնքներին, ովքեր ձեզ չեն ընտրել։ Այդ դեպքում գուցե եւ մենք ձեզ հավատանք։ Շնորհակալ եմ։ Լիլիթ Ստեփանյան, նախապատրաստվի Անուշ Միրզոյանը։ Իրինա Յոլյան, նախապատրաստվի Լիլիթ Ստեփանյանը։
Հարգելի հայրենակիցներ, իմ նախորդ ելույթում ես սոս էի հնչեցրել այն իմաստով, որ մեր երկրում գործարկվում է մի ծրագիր, որի արդյունքում աղքատ ընտանիքները դառնում են ծայրահեղ աղքատ։ Եվ ներկայացրել էի վիճակագրություն, որ Սյունիքի մարզում 1 տարվա ընթացքում 870 ընտանիք զրկվել է նպաստից։ Ես բավականին մեղմ ցուցանիշներ էի ներկայացրել, որովհետև իրականում այդ թվերը շատ ավելի բարձր են։ Իրականում 2049 ընտանիքից ընդամենը